Առաջարկում եմ դուրս գանք դիրքորոշումների դաշտից եւ ոչ թե պնդենք այս կամ այն թեզը կաթի կատնամթերքի վերաբերյալ, այլ փորձենք հասկանալ այս մեծ խումբ մթերքի դրական եւ բացասական կողմերը։ Կաթը եւ կատնամթերքը գիտության կողմից շատ ուսումնասիրված թեմա է եւ սա այն հազվադեպ իրավիճակներից է, երբ հենց գիտությունն ու ուղեցույցներն են հիմնական շփոթի հեղինակները։ Բացատրեմ թե ինչու։ Սկսենք սկզբից։ Մարդը կատնասուն են։ Բնության մեջ կատնասուն են համարվում այն կենդանիները, որոնք կերակրում են իրենց երեխաներին կաթով, մինչև այն պահը, երբ երեխաները արդեն կարող են հավելյալ սնունդ ուտել։ Բանն այն է, որ կատնասունների օրգանիզմում կա ֆերմենտ, որը կոչվում է լակտազա, եւ այն ունի շատ կարևոր դեր կաթը մարսելու հարցում։ Այն քայքայում է կաթի շաքարը, լակտոզը։ Դի տարբերություն մյուս կատնասունների, մարդը էվոլյուցիայի արդյունքում ձեռք է բերել մուտացիա, որի արդյունքում լակտազա ֆերմենտը շարունակում է արտադրվել օրգանիզմում ամբողջ կյանքի ընթացքում։ Առավելապես այն պոպուլյացիաների ազգերի մոտ, որոնք շատ տարիներ առաջ դադարեցին քոչել, հաստատվեցին կոնկրետ վայրում եւ սկսեցին զբաղվել անասնապահությամբ։ Բայց հիմա կան երկրներ, որտեղ կաթն ու կատնամթերքը սննդակարգում առանձնապես տեղ չեն զբաղեցնում, եւ սրա պատճառն այն է, որ նրանք մեծահասակ տարիքում գրեթե չունեն լակտազա ֆերմենտը։ Ըստ տարբեր հաշվարկների, աշխարհի բնակչության մոտ 65-70%-ի մոտ լակտազա ֆերմենտը նվազում է մեծահասակ տարիքում։ Ընդգծված օրինակներ են Արևելյան Ասիայի երկրները, Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում բնակչության 90-95% մեծահասակների մոտ ֆերմենտը նվազում է։ Հարավ-արևելյան երկրներում Թայլանդ, Վիետնամ, Ֆիլիպինների 90%-ի մոտ, Աֆրիկայի մեծ մասում, Հարավային Ամերիկայում, Միջերկրածովյան որոշ շրջաններում Իտալիայի հարավում, Հունաստանում, Մերձավոր Արևելքում 50-70% մեծահասակների մոտ ձևավորվում է լակտոզի անտանելություն։ Եվ հետևաբար տարբեր երկրների սննդային գիտահեն ուղեցույցերում կաթի եւ կատնամթերքի առկայությունը կամ դրա չափաքանակները, բուրգում կարևորությունը պայմանավորված է տվյալ երկրի բնակչության լակտոզը մարսելու հնարավորություններով։ Ահա թե ինչպես է լինում, երբ երկու գիտահեն ինֆորմացիա սննդային ուղեցույցի վերաբերյալ կարող են չակերտավոր իրար հակասել։ Հայաստանը այս իմաստով շատ հետաքրքիր է։ Մենք չունենք հստակ վիճակագրություն, բայց մեր աշխարհագրական դիրքը, սովորությունները, մշակութային առանձնահատկությունները հաշվի առնելով կարող ենք եզրակացնել, որ կաթն ու կատնամթերքը շատ լավ յուրացնելու եւ դժվար մարսելու մեջտեղում ենք։ Մեզանում ավելի շատ տարածված է այն կատնամթերքը, որը ավելի քիչ լակտոզ է պարունակում՝ կոշտ պանիրները, կարագը, մածունը, թանը, յոգուրտը։ Եթե կասկածում եք, որ ունեք լակտոզ անտանելություն, նկատում եք, որ կաթ կամ կատնամթերք օգտագործելուց 30 րոպեից 2 ժամվա ընթացքում ունենում եք փքվածություն, գազեր կամ որովայնի հատվածում ցավեր, փորլուծություն, երբեմն սրտխառնոց եւ նկատում եք, որ դա օրինաչափ է, կրկնվում է այս ախտանիշները գրեթե միշտ կատնամթերք օգտագործելուց, ապա խորհուրդ է տրվում անցնել լակտոզ անտանելության ջրածնային շնչառական տեստ։ Սա անվտանգ, ոչ ինվազիվ մեթոդ է, որի միջոցով կարող ենք պարզել լակտոզի մարսման խանգարումները։ Սա այն հետազոտությունը չէ, որով պարզում ենք ունենք այդ գենը լակտազայի համար, թե ոչ, բայց շնչառական տեստը հենց համարվում է ոսկե ստանդարտ։ Կաթի եւ կատնամթերքի հարցում իմ վստահելի ու սիրելի գործընկերն է Պանացեան։ Պանացեան առաջարկում է լայն տեսականի պրոբիոտիկների տարբեր համերով, յոգուրտներ, այդ թվում առանց լակտոզ, կաթ եւ մածուն, այդ թվում առանց լակտոզ։ Արդեն կարող եք պատվիրել թարմ արտադրանքը հենց կայքից եւ կստանաք պատվերը իրենց արտադրամասից շատ թարմ վիճակում։ Լավ, իսկ լակտոզի նկատմամբ կայունությունը, լակտոզը լավ մարսելու սուպեր ուժը, արդյոք մեզ տալիս է առավելություն։ Հիմա միասին հասկանանք։ Ես կառանձնացնեի կաթի եւ կատնամթերքի 3 գլխավոր առավելություններ։ Առաջինը դա սպիտակուցն է։ Առհասարակ սպիտակուցը մեր սննդակարգում կարևորագույն դեր ունի եւ բոլոր ժամանակակից ուղեցույցերում սպիտակուցների օրվա չափաբաժինը ավելանում են։ Օրինակ ամերիկյան նոր ուղեցույցում դարձել է 1.2-ից 1.6 գրամ 1 կիլոգրամ քաշի համար։ Եթե օրինակ
Դուք կշռում եք 70 կիլոգրամ, ապա առողջ մարմին ունենալու, առողջ մկանային համակարգի, լավ իմունիտետի, հագեցվածության զգացողության, ֆերմենտային եւ հորմոնալ ֆունկցիաների համար ձեզ անհրաժեշտ է ուտել օրական 110 գրամ մաքուր սպիտակուց, որպեսզի պատկերացնեք, սա կես կիլոգրամ միսն է, կամ ասենք 1 կիլոգրամ լիեփած լոբազգիները, կամ կես կիլոգրամ ձուկը։ Ամեն օր այսպիսի սննդակարգով ապրելը իհարկե հասկանում ենք, որ հնարավոր չէ։ Հետևաբար մենք պետք է աշխատենք ստանալ մեզ անհրաժեշտ սպիտակուցը բազմազան աղբյուրներից, իսկ կաթն ու կաթնամթերքը այս իմաստով հրաշալի աղբյուր են։ Հարկ է նշել նաև, որ կաթնամթերքի սպիտակուցը ավելի հեշտ յուրացվող սպիտակուց է, ինչպես օրինակ ձվինը։ Սա նույնպես մեծ առավելություն է, քանի որ մենք ունենք սահմանափակումներ։ Օրինակ, կարմիր միսը խորհուրդ չի տրվում ուտել շաբաթական 500 գրամից ավել։ Ծովամթերքից շատ հեռու ենք, ձկնատեսակներից շատ չունենք, լոբազգիները գազեր են առաջացնում։ Արդեն հաճախ եմ լսում այս արտահայտությունը, մաստրոյի միջոցով վերականգնել եմ տանը պատրաստելու սովորույթը։ Սա նաև լավ գործիք է սննդակարգը բավարար քանակությամբ մակրոէլեմենտներով հագեցնելու։ Դուք պատրաստում եք համեղ կերակրատեսակներ տանը, բայց ստիպված չեք պլանավորել գնումներ կատարել։ Իսկ եթե լավ չեք մարսում լակտոզը, ապա մենյուից կերակրատեսակներ ընտրելիս հեշտությամբ կարող եք ֆիլտրի միջոցով բացառել լակտոզ պարունակող կերակրատեսակները։ Լիդիա 25 պրոմոկոդով առաջին պատվերի համար էլ կստանաք 25% զեղչ։ Չեմ դադարի կրկնել, սա այն ծառայությունն է, որի հարմարավետությունն ու օգտակարությունը զգալու համար պետք է գոնե մեկ անգամ փորձել։ Կաթ եւ կաթնամթերքի երկրորդ կարևոր առավելությունը կալցիումի պարունակությունն է։ Կալցիումը այն էլեմենտն է, որը չի արտադրվում օրգանիզմում, բայց խիստ անհրաժեշտ է ոսկորների եւ ատամների առողջության համար։ Իհարկե նաև նյարդային համակարգի, արյան մակարդելության համար։ Կալցիումի անբավարար քանակը շատ խոցելի է դարձնում երեխաներին։ Նրանք պետք է ստանան բավարար կալցիում ոսկրային համակարգը լավ կառուցելու համար։ Հղի կանանց համար դե պարզ է, նոր օրգանիզմ է աճում եւ պետք է շինանյութը տեղը տեղին լինի։ Իսկ մեծահասակների ոսկրերի ամրությունը կարևոր է տրավմաներից խուսափելու համար։ Հիշում ենք, որ կալցիումը շատ կարևոր էլեմենտ է օրգանիզմի համար ամբողջ կյանքի ընթացքում եւ կաթնամթերքը շատ լավ աղբյուր է կալցիում ստանալու համար։ Բայց նաև հիշում ենք, որ կարագը, սերուցքը, բարձր յուղայնությամբ թթվասերը, պաղպաղակը այն կաթնամթերքը չեն, որ կալցիումի կամ հեշտ յուրացվող սպիտակուցի լավ աղբյուր են։ Իսկ երրորդ առավելությունը կաթի եւ կաթնամթերքի դա միկրոֆլորայի վրա ազդեցությունն է։ Առողջ միկրոֆլորան մեր օրգանիզմի համար շատ կարևոր է։ Նախ դա մեր մարսողական համակարգի գլխավոր վառելիքներից է։ Այն ուժեղ պայքար է մղում տարբեր ինֆեկցիաների դեմ։ Կարևոր է նաև իմունային համակարգի աշխատանքում։ Մասնակցում է նյութափոխանակությանը։ Այստեղ գլխավոր դերերում են կաթնաթթվային մթերքը, մածունը, յոգուրտը, կեֆիրը, իհարկե հայկական նարինեն։ Կաթը եւ կաթնամթերքը առհասարակ մեր սովորույթներում եւ սննդային մշակույթում բավարար մեծ տեղ ունեն։ Դրանք իրենց հետքն են թողել նաեւ համաշխարհային արտադրության մեջ։ 20-րդ դարի սկզբում ԱՄՆ-ում չգիտեին ինչ բան է յոգուրտը եւ այն օգտագործվում էր միայն ներգաղթյալների համայնքում։ 1929 թվականին Ռոզա եւ Սարգիս Կոլոմբոսյանները Մասաչուսեթս նահանգի Անդովեր քաղաքում հիմնում են Colombo & Sons Creamery ընկերությունը, որը սկսում է արտադրել յոգուրտ, մեծ հաշվով մածուն։ Այս ընկերությունը տարիներ հետո միլիոնավոր դոլարներով գնում է General Mills գիգանտը։ Ռոզան ներզրումից էր եւ իր հետ տարել էր մածուն պատրաստելու մանկության բաղադրատոմսը։ Իհարկե, սկզբնական շրջանում նոր պրոդուկտը վաճառվում էր դժվար, քանի որ լրիվ նոր համ էր տեղացիների համար եւ հիմնականում օգտագործում էին իբրև առողջության համար կարևոր մի բան։ Բայց հնարամիտ Ռոզան մի օր որոշում է մածունի վրա ավելացնել տնական համեղ մուրաբա, այսպես ասած համն ու առողջությունը մեկ տարայում։ 1950-ականներին Կոլումբոսյանների ընտանիքը իրենց արտադրությունը բարձրացնում են նոր մակարդակ։ Նրանք ստեղծում են cold chain, բեռնատար ավտոմեքենաներով աշխատող ցանցը, որը կենդանի կաթնամթերքը կարող էր թարմ տեղափոխել Նյու Յորք։
Ասում են, երբ General Mills առաջարկում էր գնել կոլումբոսյանների ստեղծած ինդուստրիան, Ռոզան վախենում էր, որ նրանք կսպանեն բակտերիան, որը նա փայփայել էր 70 տարի։ Նա պայման է դնում, որ շարունակելու են արտադրել նույն տեխնոլոգիայով։ Սա հրաշալի օրինակ է, թե ինչքան ուժ եւ պոտենցիալ կարող է ունենալ դարերով ապրած սննդային մշակույթը։ Եվ սա իրականում ժառանգություն է, որը շարունակում է ապրել յուրաքանչյուր յոգուրտի բաժակում։ Ես խորհուրդ եմ տալիս կատնամթերքի համար սննդակարգում տեղ հատկացնել, եթե իհարկե կարողանում եք հեշտ մարսել։ Եթե կարողանում եք մարսել, բայց համը չեք սիրում, մտածեք հնարքներ, ինչպես արեց Ռոզան։ Կատնամթերքի մասին երկար կարող ենք խոսել, բոլոր արտադրանքները առանձին վերլուծել, խոսել ճարպից, ճարպի ցանկալի քանակից, այս թեմային դեռ կվերադառնանք։ Շնորհակալություն, որ դիտում եք։ Հետևեք ալիքին, քանի որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Շուտով նոր ձևաչափով տեսահոլովակներ են լինելու։